Աշուղ աստղանուշ, իմ երեսոխակ է, երկում է հին ու նոր սերնդի անգրգրենի մեներկչուհի, նորվա սոխակ, Նազիկ Աղաջանյանը, ձեր ծափարությունները։ Ես աշխարհում Լորվա սոխակի Նազիկ Աղաջանյանի կատարմամբ էլ սկսվում է լազուր ժողգործիքների համույթի համերգը, որը նվիրված է երաժշտության միջազգային օրվան։ Ազգային երգն ու պարը Ալավերդի հանդիսատեսին ներկայացնելու համար մեկ բեմում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Երգացանկում ընդգրկված են ժողովրդական ու աշուղական երգեր սեր ու հայրենիք թեմաներով։ Բացի լազուր ժողգործիքների համույթի հիմնական կազմից համերգին մասնակցում են նաև Շանթ հեռուստաընկերության ժողովրդական երգիչ նախագծի 4-րդ եթերաշրջանում 4-րդ տեղ գրաված տիրուհի Մելիքսեթյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Նանե Խեչիկյանը և երիտասարդ սերնդի այլ շնորհալի կատարողներ։ Հիմնականում նոր աշուղների երգեր, երաժշտական կատարումներն ուղեկցվում են Սարահարթի մշակույթի պալատի հրաշամանուկներ պարային խմբի սաների ու պարուսույց Աննա Շախբազյանի կատարումներով։ Ժողովրդական երգերաշտությամբ հետաքրքրված են ոչ միայն ավագ, այլ նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Վերջիններիս համար շատ կարևոր է արդեն կայացած կատարողների հետ նույն բեմում ելույթ ունենալը։ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Նանե Խեչիկյանն օրինակ առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում լազուր ժողգործիքների համույթի հետ։ Ասում է նրանցից շատ բան է սովորել։ Ես նույնպես 5 տարեկանից մասնակցել եմ այս համույթում և դա ինձ շատ բան է տվել։ Ես այսօր շատ շնորհակալ եմ լազուր ժողգործիքների համույթից։ Երգում է Նանե Խեչիկյանը, բարձր ծափարություններ։
Լազով ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավար կանոնահար Լուսինե Հովասափյանը նշում է, որ համերգի նպատակը հենց սա էր՝ ժողովրդական երգի միջոցով մեկ բեմում հավաքել տարբեր սերունդների ներկայացուցիչների։ Հանդիսատեսի շարքերում նստած Լազար Խեչիկյանի համար, ով համույթի հիմնադիրն է, այս համերգն առանձնացավ ստեղծագործական նոր մոտեցմամբ։ Այս սերունդը, այդ փոքրերը, երեխաները, դա բոլորովին հայտնություն էր այս պարագայում, անձամբ ինձ համար շատ հրաշք էր, ես այդպես կարող եմ ասել, ես անձամբ այսքան տարիների իմ շփումը, իմ ունեցած վաստակը, այդքան շատ տեղեր են գնացել բան, բայց այսօր ես ականատես եղա այդ նորովի, այդ ստեղծագործական, այդ հրաշքին, այդ կազմին։ Բայց հանդիսատեսին գոհացրի գոնե ինչ-որ չափով, շատ գեղեցիկ համերգ է, շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ինձ ևս հրավիրեցին եւ ես մինչև հիմա հնարավորություն չեմ ունեցել շնորհակալություն հայտնել մեր լոռեցիներին, որ իմ կողքին էին, շատ շնորհակալ եմ ձեզ։ Այսօր երգից միջոցով գոնե ինչ-որ չափով երևի կարողացա իմ երախտապարտությունը հայտնել։ Իհարկե մեծ անհանգստություն ունենք, աշխատանքը իր տեղը, բայց միշտ վախենում ես վերջի պահին, ինչպես կանցնի, արդյոք քո բոլոր նպատակներին կհասնես, ինչպես կընդունի հանդիսատեսը, եւ իրոք այս պահին ես շատ երջանիկ եմ, որ կարողացանք գեղեցիկ ճաշակով համերգ դնել։ Վայ, ես այնքան գոհ եմ, շատ գոհ եմ, աշխարհի չափ գոհ եմ։ Երկու օր առաջ եկել եմ, ես ուզում եմ, որ բոլորի շնորհակալություն հայտնեմ Էզևի միջոցառում կազմակերպելու համար։ Շատ գեղեցիկ էր, շատ լավն էր։ Միշտ է թողնեց կազմակերպեն սարքեն, որ մենք էլ հիանանք։ Շատ լավն էր, ապրին դրանք։ Ամեն անգամ շատ սենց շուշուտ բաներ կազմակերպեք, որպեսզի բոլորս մասնակցենք։ Էմմա Պետրոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։